Վայ, բարև ձեզ երեխաներ ջան։ Իսկ վերջում բարին հաղթելու ա չարի։ Իհարկե։ Ես իմ մորթին կնվիրեմ։ Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատյանը ունի գրած համանուն բալետ։ Լինում է, չի լինում։ Մի շատ չար կախարդ է լինում։ Ինչ որ մի կասես չար կախարդ։ Ես հնապաստակի կերպար ամեն անգամ կախարդի հետևից վազքի ժամանակ այսենց արջակացում ենք։ Մենք տեսնելու ենք խորամանկ աղտեսի, բայց այնքան ընկերասեր է իրականում, անգամ այն կերպարների հետ թեթևակի մեջ երևներում միևնույն է շատ է սիրում։ Իսկ փորձերի ընթացքում տարաձայնություններ լինում են։ Չէ, ոնց հեշտ հանգիստ ամեն ինչ անցնում է։ անգամ փոխվում Գալուց մեկին է տակի։ Օրինակ սովորեցնի, որ պարտադիր չի ընկերների հետ վիճելով ինչ-որ արդյունքի հասնել։ Եթե հարկածներ սիրում եք, ժամը 2-ին սիրով կսպասենք ձեզ։ Այսօր խոսելու ենք ձեր մանկական նոր ներկայացման մասին։ Կներկայացնեք։ Այո, իհարկե ներկայացում լինելու Բոհեմ թատրոնում ամսի 17-ից 20-21 մյուս օրը չեմ հիշում, կարող եք մտնել bohemtheater.am եւ նայել մանկական փոքրիկների համար, ինչու՞ չէ նաեւ մեծիկների համար ունենք նոր ներկայացում, կոչվում է Նվեր ծմեր պապիկին։ Սիրով կսպասենք ձեզ, համեցեք։ Ինչպես առաջացավ միտքը ու ինչ հետաքրքիր նորություններ կան այս ներկայացման մեջ։ Կասեմ միայն, որ թե մեծիկներին եւ թե փոքրիկներին սպասվում է ամանորյա հրաշք։ Փոքրիկները գալու են եւ հայտնվեն այդ հրաշքում, իսկ մեծիկները գալու են եւ հիշեն, թե ինչ լավ էր, երբ իրենք ապրում էին հրաշքում ու փորձեն չկորցնել այլևս իրենց միջի մանկական այդ հրաշքը։ Իսկ արդյոք ձեզ համար դժվար չի մանուկների հետ հումոր անել եւ մանուկների համար։ Դժվար է, անկասկած շատ դժվար է մանուկների համար հումոր անելը, բայց դա է, որ բերում է քեզ դեպի պրոֆեսիոնալիզմ, այսպես են ասում ընդհանրապես, որ դերասանները միշտ բացվում են մանկական ներկայացումների մեջ, հետո նոր խաղում են մեծերի համար ներկայացումներ, ինչը այդպես լինում, որովհետև փոքրիկների հետ, երբ որ ներկայացում ես խաղում, մեծիկների հետ արդեն ավելի հեշտ է լինում, որտեղ փոքրերին նախ պետք է կարողանաս համոզել, որ այդ ամեն ինչը իրականություն է, այդ հեքիաթը իրականություն է, որտեղ շատ խիստ են մեր փոքրիկ հանդիսատեսը։ Իսկ եթե ներկայացման գլխավոր ուղերձը փոխանցեք օրինակ մեկ նախադասությամբ, ինչ կասեք հանդիսատեսին։ Որ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար պետք է անցնել ճանապարհ։ Պետք է անցնել ճանապարհ ընկերների հետ, իրար օգնելով, իրար սիրելով։ Հենց այնպես ոչ մի դժվարություն չի հաղթահարվում։ Եթե դուք կարծում եք, որ այսպես ինչ-որ բան անցավ, մնաց անցյալում, ուրեմն դա չի հաղթահարվել, անպայման վերադառնալու է, պետք է դժվարությամբ հաղթահարել այդ ամեն ինչը։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի պահը մանկական ներկայացումների մեջ։ Չգիտեմ, երևի ձմեր պապու մուտքը։ Ձմեր պապու մուտքը ինչի, որովհետև փառք Աստծո ես դեռ իմ միջի այդ մանուկին չեմ կորցրել ու երեխաների հետ հավասար ինչքան է որ փորձում ենք բան, բայց այդ պայն երեխաների հետ հավասար ուրախանում եմ ձմեր պապու մուտքին։ Ձեզ որպես դերասանուհի ինչ տվեց այս մանկական ներկայացումը։ Սովորենք նախ ամեն առաջին հերթին երեխաների հետ աշխատել, որովհետև այս ներկայացումը միայն ներկայացում չէ, այսինքն մանկական ներկայացում չի, պետք է շփում ունենանք երեխաների հետ անմիջական ու ավելի ազատ լինենք բեմի վրա, որովհետև հենց այս մանկական ներկայացումների շնորհիվ է, որ մենք հետո կարողանում ենք հանդիսատեսի հետ արդեն մեծ հանդիսատեսի հետ շփում ունենալ։ Լավ, իսկ օրինակ եթե լինեիք ծնող, կբերեիք ձեր փոքրիկին այս ներկայացմանը ու ինչի։ Այո, անպայման կբերեի, որովհետև շատ կուզեի, որ հենց այս ներկայացման շնորհիվ ինքը հասկանար, թե ինչքան կարևոր է հավատալ ինչ-որ բանի, եթե դու ուզում ես դա լինի, ու սպասել, որ քո կյանքում նույնպես կլինեն ինչ-որ հրաշքներ։ Որն էր այն պահը, երբ փորձերի ընթացքում հասկացաք, որ ներկայացումը օրինակ ոչ թե ուղղակի մանկական ներկայացում է, այլ ինչ-որ հեքիաթ, իրական արկած։
Երբ որ բացեցինք փակագծերը ու հասկացանք, թե ներկայացման գլխավոր միտքը որն է։ Իսկ որն է ներկայացման գլխավոր միտքը։ Որ հրաշքներ լինում են ու ամեն ինչի կարող ես հասնել, եթե միասնական ուժով եք։ Բարև ձեզ Դավիթ, կասեք դուք ինչ եք մարմնավորում այս մանկական ներկայացման մեջ։ Դա դեռ գաղտնիք է, ես դեռ չեմ կարող դա ասել։ Հասկացա, լավ, չեք ուզում բացել փակագծերը։ Այո։ Լավ, իսկ օրինակ ինչի համար պետք է գալ նայել այս մանկական ներկայացումը։ Որովհետև ներկայացումը արված է շատ լավ, ինքը գնում է շատ արագ եւ լավ տեմպով, երեխան նստած հաստատ չի քնի եւ նաեւ ծնողները շատ կուրախանան, որովհետև նաեւ այնպիսի ձևով է արված, որ նաեւ ծնողներին դա հետաքրքիր կլինի։ Իսկ ձեզ այս ներկայացումը ինչ է տվել։ Ինձ սա տվել է ավելի շատ երեխաների հետ աշխատելու փորձ, որովհետև երեխաների հետ աշխատելը նույնիսկ ինչքան դժվար է, նաև շատ հետաքրքիր։ Մի տեսակ շատ քիչ է հանդիպում ներկայացումներ, օրինակ որտեղ որ կա բույի կերպար, ավելի շատ, չգիտեմ, նապաստակ, աղվես, արջ, շուն, կատու, ոնց է պատահել, որ այս ներկայացման մեջ կա բույի կերպար։ Քանի որ բոլոր կենդանիները ինչպես կարդացել ենք մենք շատ հեքիաթներում, իրենք ավելի սիրով են լցված, ավելի միամիտ են, ավելի չգիտեմ, բուն կարծում եմ այս ներկայացման մեջ նրա համար է, որ բոլորին կարողանա կառավարի, բոլորին կարողանա առաջնորդի եւ ճիշտ խորհուրդներով օգնի։ Մեր ներկայացման գլխավոր միտքը դա ընկերասիրությունն է, դա հավատարմությունն է եւ միասնական ուժը, այսինքն բոլոր կենդանիները պայքարում են միևնույն խնդրի լուծման համար։ Ինչի համար պետք է երեխան կամ մեծահասակը գա այս ներկայացումը նայելու։ Ներկայացումը ամբողջությամբ ընկերության, սիրո, հավատարմության եւ միասնականության մասին է, որը շատ պետք է այսօրվա մեր հասարակությանը, մեր ապագա սերնդին, մեր երեխաներին, մեծերին, մի խոսքով բոլորին։ Իսկ ինչ որ հետաքրքիր դեպքեր կպատմեք ներկայացման փորձերից։ Ներկայացման փորձերից իմ ամենասիրելի հատվածը, երբ ես ու նապաստակի կերպար ամեն անգամ կախարդի հետևից վազքի ժամանակ այսպես արճակատվում ենք։ Իսկ որպես դերասան օրինակ հետաքրքիր են փորձերը ձեր համար։ Որպես այդպիսին պրոֆեսիոնալ թատրոնում սա մեր առաջին քայլն է եւ ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ հենց իմ ընկերների եւ այս թիմի հետ, որովհետեւ մաքսիմալ պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին, ամեն մեկը ջանասիրաբար եւ սրտացավոր են համ աշխատանքին, համ ընկերներին։ Մենք տեսնելու ենք նորից ինչ-որ խորամանկ աղվեսի, ով փորձում է փչացնել հեքիաթը։ Մենք տեսնելու ենք խորամանկ աղվեսի, բայց ինքը այնքան ընկերասեր է իրականում, անգամ այն կերպարների հետ, ում հետ թեթևակի վեճեր է ունենում, միևնույնն է շատ է սիրում այդ կերպարներին։ Փորձերի ընթացքում ինչ-որ հետաքրքիր դեպքեր, որ տեղի են ունեցել ձեզ հետ եւ կուզեք մեզ պատմեք։ Քանի որ հիմա կոնկրետ դրվագ չի գալիս իմ մտքին, ես ուղղակի կասեմ, որ սիրել եմ այն փորձերը, երբ որ մենք արդեն գիտեինք ամեն ինչ, գիտեինք միզանսցենը եւ տեքստերը ու ուղղակի շատ լավ հումորներով, ուրախ անցնում էինք ընդհանուր ներկայացումը, դրանք կառանձնացնեմ։ Լավ, իսկ մի նախադասությամբ ինչպես կներկայացնեք ներկայացման միտքը։ Ես կարծում եմ, որ ներկայացումը ընկերության մասին է առաջին հերթին եւ բարության մասին է, քանի որ երբ որ մեկը մյուսի նկատմամբ բարի եք լինում եւ սիրով եք լինում, անգամ չար կերպարները կարող են բարիանալ եւ ընկերանալ ձեզ հետ։ Եթե ներկայացման գլխավոր ուղերձը փոխանցեիք մեկ նախադասությամբ, ինչ կասեիք փոքրիկ հանդիսատեսին։ Ուրեմն, եթե կգբոեմ թատրոն ու նայեք այս ներկայացումը, սա օրինակելի մեկնարկ է 2026 թվականի համար, որը ձեզ շատ բաներ կսովորեցնի, որ դուք ձեր կյանքում արել եք մինչև այս ու պետք չի անեք։ Շատ ուսուցողական ներկայացում է։ Օրինակ ինչ կսովորեցնի։ Սովորելու ներկայացում։ Օրինակ կսովորեցնի, որ պարտադիր չի ընկերների հետ վիճելով ինչ-որ արդյունքի հասնել։ Ընկերների հետ պարզապես կարող ես համագործակցել ու դա դառնա մեկնարկ մի հիանալի գործի։